Նորմալ է համարում, որ մեր երկրի ղեկավարը ազգային ժողովում բարկանում է, գորգռում են դիմադիրներին համբալով է դիմում։ Ընդհանրապես նորմալ չեմ համարում, չնայած բոլոր երկրներում էլ մեկ-մեկ որ նայում ես, այդ խորհրդարաններում տեսնում ես իրար հայոյում են, իրար հարձակում են, բայց ես նորմալ չեմ նայում։ Ինձ թվում է ինքը անադեկվատ մարդ է։ Ես որ այսքան բան կարամ ասեմ։ Նաև սպառնում է ԱԱԾ պատվաները լցնել։ Հա դե ինքը ոչ նորմալ է։ Ես սկզբից իրան ընդունում էի, բայց այս պատերազմից հետո արդեն ինքը իմ համար զրո է, զրոյից ցածր մարդ։ Իմ հնարավորությունները ներում է, որ ես նման արտահայտություններ չանեմ։ Երևի իրանցը չի ներում, դրա համար էլ այտենց են արտահայտվում։ Հիմար մարդը ինչքն է, հիմարությունը դուրս է տալիս։ Դիմադիրներին համբալ է։ Ինք համբալից ավել բարադե համբալա։ Ինք էշի նման համբալա։ Դե մի հատ կենտանի էագետ։ Եկա մտավ բացբերս մտավ այդտեղ խեկավում է երկրի, ինչա, քադես երկիր թողես։ Ո՞վ չեք։ Յա, մեր գող չէ, ինչ գող լինեմ, այդ էշից։ Չէ, նորմալ չի, երկրի ղեկավարը իրավունք չունի այդպես արտահայտվի։ Ինչ ասեմ, ես ամաչում եմ, որ ինքը մեր երկրի ղեկավարն է։ Այդքան բան կարող ասեմ։ Ձեր կարծիքով պետք է ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանն դիմադիրներից։ Պետք է խնդրի, բայց ինքը խնդրող չի։ Նորմալ չի իրավիճակը։ Հա, միշտ հիստերիայի մեջ անգնում բանանում։ Միանշանակ ոչ, ինչի մասին է խոսքը։ Նմանատիպ պաշտոնյաներ պետք է քիչ պատշաճ կերպով արտահայտվեն պարլամենտում։ Դա մեր ազգի պատվի խնդիր է, հասկանում եք։ Սպառնում է ԱԱԾ պատվաները լցնելով, ինչպես նաև համբալ է։ Ինչ ասեմ, սիրելի բարեկամ։ Դա չեմ կարծում ճիշտ է։ Կներեք, բայց չեմ կարծում ճիշտ է։ Ես չեմ էլ հետևում։ Չեմ նայում, տես մի պահ տեսա, բայց անորմալ երևույթ է, այս ամեն ինչի չկատարվում է։ Եթե համբալից էլ բեթարեն, ինչ ասի, մեղմ ասել, շատ մեղմ ասել, եւ որ պիտի տանի լցնի ազգային անվտանգության պատվալները, ցավոք սրտի, դա պիտի մի 5 տարի առաջ արած լիներ։ Չեմ ուզում պատասխանեմ այդ հարցին։ Կրթությունն է ցույց տալիս, որ դեր կրթված չի կարծին։ Կրթության քարոզ է անում։ Դե սխալ անում, կրթության ինչի վերաբերող։ Թող ինքը իր կրթության քարոզ անում։ Նաև ԱԱԾ պատվաներով է սպառնում դիմադիրներին, ասում է բոլորիդ կտանեմ կլցնեմ ԱԱԾ պատվաները։ Դե իր արշինով է չափում, էլի։ Բառերը կապ չունի, մարդ կարող է այդ բառերը շատ օգտագործի։ Հայկական լեզուն շատ հարուստ է։ Ամեն մի նախադասության մեջ 10 հատ այդպիսի բառեր կարող է լինել։ Դրանով չի կարելի ինչ որ բնութագրել երևույթները։ Բա այդ ինչ հաթաթայա տալի ժողովրդին, վախացնում է, այդ նորմալ է։ Իհարկե ոչ։ Համբալով է դիմում դիմադիրներին, ասում է։ Հա, լսել եմ այդ։ Համբալ որն է։ Դիմացինը մարդ է, չէ։ Ներողություն պետք է։ Ինքը պարտադիր պետք է ներողություն խնդրի բոլորից։ Հայ ազգի այն փոքրից մինչև մեծ ինքը պետք է ներողություն խնդրի։ Ես չգիտեմ, ոնց ուզում եք համարեք, ես այստեղ չեմ ապրում, բայց իմ համար այնքան ծանր է այս ամենը տեսնելու լսելը։ Բայց օրինակ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է դեռ դիմադիրները պետք է ներողություն խնդրեն Փաշինյանից։ Իրանք էլ են երևի մի ժամանակ անդիմադիր, կարող է հետո դառնան անդիմադիր, կապ չունի։ Որպես մարդկային տեսակետով պետք է խնդրի վիրավորելու համար։ Ընդամենը այդքան։ Բայց Ալեն Սիմոնյանն ասում է դեռ Նիկոլ Փաշինյանից պետք է ընդդիմությունը ներողություն խնդրի։ Ինչի համար ներողություն խնդրեն։ Այդ դրվագի հետ կապված։ Ոնց ինչ են արել որ ներողություն խնդրեն։ Որ ճիշտն են ասում։